Առաջին հարցս վերաբերվում է կարմիր գծերին։ Տեսեք, տասնապատիկ թանկացավ կարմիր գծերի գինը, բայց օրինակ ես, որ վճարում եմ, էլի նույն խնդրին բախվում եմ, տեղ չի լինում կանգնելու։ Կարծեմ հիմնավորում այն էր, որ խցանումների հետ կապված, բայց այդ խնդիրը չի լուծում եւ այն մարդիկ իմ նման հազարավոր մարդիկ այդ գումարը վճարում են, էլի կանգնելու տեղ չկա։ Այս առումով կցանկանամ ձեր գնահատականը լսել։ Հաջորդ հարցս ես անցած տարի այդ խնդիրը բարձրացրեցի թափառող կենդանիների վերաբերյալ կացարանների հետ կապված, այս ուղղությամբ ինչ աշխատանք են տարվում, որովհետև հարյուրավոր նամակներ եմ ստանում, որ այս խնդիրը չի լուծվում եւ այս առումով շոշափելի արդյունքներ կարծեք թե չեն գրանցվում, որովհետև դեպքերը շատանում են։ Իմ երրորդ հարցը ձեր հարցի շարունակությունն է, մենք էլ որ հանդիպումներ ենք ունենում մեր հայրենակիցների հետ, կոյուղագծերի հետ կապված բավականին լուրջ խնդիրներ կա, վերջերս ես նաև Էրեբունի օդակայանի հարակից թաղամասում էի եւ էլի այդ խնդիրը կար, բավականին լուրջ մաշվածություն կա, ես գիտեմ, որ տարիների ընթացքում այդ խնդիրները կուտակվել, դեռևս խորհրդային ժամանակահատվածից այդ կոյուղագծերը չեն փոխվել, բավականին լուրջ ֆինանսական միջոցներ է պահանջում եւ ես կարծում եմ, որ այս առումով կառավարությունը պետք է գումարներ հատկացվի, որովհետեւ այդ մարդիկի վիճակի չեն այդ խնդիրները լուծել, բյուջեն էլ քիչ է հասկանալի, Երևան քաղաքի բոլոր հարցերը չեն կարող այդ գումարի մեջ տեղավորվել, հասկանալի է այդ ամեն ինչը, բայց մենք պետք է այդ մարդկանց լուծումներ առաջարկենք, թե ոնց ենք, որովհետև այդ վթարներից հետո բավականին լուրջ խնդիրներ է առաջանում, հիգիենայի հետ կապված տարբեր խնդիր, չեմ ուզում երկար սրա մասին պարզաբանեմ ասեմ եւ օգտվելով առիթից եւ երրորդ հարցս եմ ուզում տալ, որովհետեւ այդ հարցերը կարեւոր են, բարձրացնում են, ես էլ դի այս առումով նաեւ բարձրացնեմ այս խնդիրը եւ ձեր պատասխաններն ակնկալեմ Նուբարաշենի աղբավայրի հետ կապված Քիչ առաջ ես ՏԿ նախարարին այդ հարցը տվեցի, գիտեմ, որ պլանում կա նախատեսված է, որ վերամշակման, բայց կոնկրետ հստակ ժամանակացույց կա, թե երբ է դա լինելու եւ արդյոք այս հարցները նորից էլի ուզում եմ ուղղել, որովհետեւ ՏԿ նախարարին դա այդ վերամշակման նախատեսված աղբի վերամշակման գործարան որ կլինի հրդեհների հետ կապված կամ այդ հոտի այդ ամեն ինչի մեր քաղաքացիները դուրս այդ խնդիրները ի վերջո լուծվելու է թե ժամանակին նաև ինձ փորձագետները փոխանցեցին որ կար այդ գազի հետ կապված այդ ճապոնական ինչ որ կայաններ 7 հեկտարի վրա եղել եւ չգիտեմ այդ դրա արդյունավետության հետ կապված շնորհակալ եմ նախարարդառնամ կոյուղիների հարցին Ուզում եմ արձանագրել, որ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Երևանի քաղաքապետարան մասնավորապես կոյուղների հիմնանորոգման վերանորոգման համար այո գումար հատկացրել է եւ մենք ահռելի ծավալի աշխատանք ենք իրականացրել նախկինում Երևանի քաղաքապետարանը ինքն էր այս ֆինանսական միջոցները հատկացնում, բայց գործընկերները քննարկումների արդյունքում համաձայնել են որոշ չափով գումար հատկացնել եւ իրականում այս process-ը շարունակական է Ինչ վերաբերում է կարմիր գծերին, պարոն Դանիելյան, տեսեք, երբ որ մենք փոխում ենք կարմիր գծերի հետ կապված որևէ կարգավորում, լինի ֆինանսական կամ որևէ, մենք պետք է հասկանանք, որ այդ process-ին զուգահեռ նաև տեղի ունենում Երևան քաղաքում ավտոների քանակի աճ, այսինքն ամեն տարի այդ ավտոների քանակը ավելանում է։ Վերջին միայն 1 տարում ասեցի 11000 նոր ավտոմեքենա է գրանցվել Երևան քաղաքում եւ շարունակաբար աճում է։ Մենք որպեսզի նախ առաջինը պետք է անդրադառնանք ավտոմեքենաների այդ ծավալին, այսինքն այդ մտնող ծավալին, որովհետեւ դե հիմա ասում է բան տենց այդ մատերիալից չենք էլի որ կարողանանք տենց այդքան տեղավորվել, բայց դրա համար պետք է որոշակի սահմանափակող կարգավորումներ ունենանք բայց կոնկրետ ձեր հարցին ինչպես անենք որ իմանանք արդյոք ես որ գնամ այս հատվածում կարմիր գիծ կգտնեմ թե ոչ հիմա հավելված ենք մենք մշակում էլեկտրոնային հավելված է որով որ դուք կարողանալու եք տեսնել այս տեղում օրինակ 2-3 տեղ կա պոտենցիալ ասենք մինչև հասնեք 2-3 րոպե հետո թե չկա այսինքն այդ ինֆորմացիան մենք արդեն իսկ քարտեզագրում ենք եւ հավելվածով էլեկտրոնային հեռախոսային հավելվածով դուք տեսնելու եք այս հատվածում կա թե չկա
Ինչ վերաբերում է շների կացարաններին, ամենամեծ կացարանի մրցույթը, շինարարության մրցույթը արդեն իսկ կամ ընթացքի մեջ է, կամ նույնիսկ կայացել է, ունենք ֆինանսական միջոցներ, որը որ այս կացարանը պետք է կառուցենք, շատ երկար փորձաքննություններ անցանք, որովհետև երևի առաջին մեծ կացարանն էր, բայց անցանք վերջնականապես եւ մրցույթի փուլում ենք արդեն շինարարության կացարանի։ Այս տարի վստահորեն կարող ենք ունենալ պայմանագիրը, չեմ կարծում կհասցնենք ամբողջությամբ ավարտել, բայց հաջորդ տարի հաստատ կավարտենք, էլի շատ բարդ աշխատանք չի։